Ինչն է պակասում գործող սահմանադրությանը, որպեսզի կյանքը բարեկեցիկ, օրենքները պաշտպանված, երկրի կառավարումն ու քաղաքական գործընթացներն ավելի արդյունավետ լինեն։ AM իրավաբանական ընկերությունն այս հարցերի պատասխանները փորձել է ստանալ երիտասարդ իրավագետներից։ Մեկ ամիս առաջ հայտարարված մրցույթին ուսանողները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ։ Մեր ընկերությունը մշտապես առաջնորդվել է հանրային կարևոր իրադարձություններին բարձր մասնակցություն ապահովելու սկզբունքով։ Անկախ բոլոր քաղաքական դիրքորոշումներից պետք է իրավական հստակ խնդիրներ ձևակերպել եւ ներկայացնել հանրությանը։ Այդ նպատակով մենք կարևոր ենք համարել նաեւ լսելի դարձնել ուսանողների ձայնը։ Մրցույթի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ էր, մասնակցել են գրեթե բոլոր համալսարանների մի քանի տասնյակ ուսանողներ։ Հաղթողները ըստ նախատեսվածի 3-ը պետք է լինեին, բայց հետաքրքիր առաջարկներն այնքան շատ են եղել, որ AM իրավաբանական ընկերությունը հիմնականից բացի նաև 2 հատուկ մրցանակ էր նախատեսել՝ լավագույն վերլուծական միտք եւ լավագույն գրավոր խոսք անվանակարգերում։ Համակարգիչներից եւ այլ նվերներից բացի հաղթող ճանաչված 5 ուսանողները առաջատար ընկերությունում 3 ամիս աշխատելու հնարավորություն ստացան։ Նրանք, ովքեր կարողացել են առավելագույնս հիմնավորված եւ մասնագիտական բարձր որակով դրսևորեն իրենց, արժանացել են մրցանակային տեղերի։ Շատ հետաքրքիր էր ինձ համար այս գործընթացը, նաև իմ ուժերը փորձելու համար։ Երիտասարդ իրավաբաններին այսպիսի մրցույթները հնարավորություն են ընձեռում, որպեսզի նրանք հնարավորինս կայանան։ Այս նախաձեռնության շնորհիվ նաև իրավաբան ուսանողների ձայնը լսելի դարձավ սահմանադրական բարեփոխումների շրջանակներում։ Սահմանադրության փոփոխությունը արդարադատության նախարարի մոտ լավ հուշեր է արթնացնում։ Նա առաջին սահմանադրության մշակմանը մասնակցել է որպես երիտասարդ փորձագետ։ Իդեմս AM իրավաբանական գրասենյակի կարևոր է համարում գործընթացին մասնավոր հատվածի մասնակցությունը։ Իմ համար շատ հաճելի է, որ այս process-ին մասնակից է դառնում երիտասարդ սերունդը, մասնավորապես ուսանողությունը։ Դուք այս երկրի ապագան եք։ Շատ կարճ ժամանակ հետո մենք այս ամեն ինչը հանձնելու ենք ձեզ։ Մայրօրենքի փոփոխման անհրաժեշտություն կա, նկատում է արդարադատության նախարարը։ Նա սահմանադրությունը համեմատում է մեքենայի հետ։ Հին մեքենան, որը դեռևս պիտանի է, կարելի է դրանով շարժվել, որևէ խնդիր չկա, բայց դա կարող ենք այս պահին փոխարինել ավելի նոր, ավելի լավ, ավելի հզոր շարժիչ ունեցող մեքենայով, ինչու մենք դա չանենք։ AM իրավաբանական ընկերության նախաձեռնությունը ողջունում է նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանելյանը։ Երբ խոսքը գնում է արդեն կոնկրետ մրցույթին, այստեղ ոչ միայն պարզապես լավագույն ուսանողները ծանոթանում են տեքստին, պատրաստի տեքստին, այլև փորձում են իրենց ունակությունների շրջանակներում, իսկ այդ ունակությունները երբեմն պետք է ասել չափազանց զարմանալիորեն բարձր են։ Գևորգ Դանելյանը չի բացառում, որ ուսանողների նոր ու հետաքրքիր առաջարկները որոշ վերապահումներով տեղ կտնեն սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։ Ազնիվ Կարապետյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։